Ողջույն սիրելի հեռուստադիտողներ եւ YouTube-յան ալիքի շատ հաճելի հետևորդներ, եթերում Սև ու Սպիտակն է։ Գներ Սարգսյան եւ Գագիկ Մկրտչյան։ Ինչպես անցավ շաբաթը, ես մի հետաքրքիր նյութ եմ տեսել, 3 անգամ կիսվել եմ համացանցում։ Ֆրանսիան դարձավ Եվրամիության առաջին երկիրը, որն արգելեց մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր։ Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից, երկիրը դարձնելով Եվրամիությունում առաջինը, որն ընդունում է նման սահմանափակում։ Ըստ ընդունված օրինագծի, սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Instagram-ում, Snapchat-ում եւ այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվներն էլ կփակվեն 2027 թվականի հունվարից։ Լավ, ներողություն, տատը կբացի, պապը կբացի։ Բայց եթե հանկարծ օրինակ, ասենք հիմա երեխային ծխել չի կարելի, չէ՞։ Սիգարետ վաճառել չի կարելի։ Եթե մեծը սիգարետ անչափահասին, ինքը նույնպես բան ա լինում, օրենք է խախտում ու պետքա պատասխանատվության ենթարկվի։ Դե այնտեղ կապ ունի արդեն ինչ չափի ոնց։ Հիմա նույնը այստեղ կլինի, եթե երեխան ունենա, դա թեկուզ պապան բացած տված լինի ձեռը, ուրեմն պապան լավ պապա չի։ Ընդ որում Եվրոպայում օրենքները այնքան խիստ են, ընդհանուր կարող հասնի բանը երեխային ծնողների ձեռքից վերցնելուն են։ Դրան գումարած ունես տուգանքներ, որ այո, պետությունը արևմտյան երկրներում հատկապես շատ ուշադիր է երեխաներին, դու ոնց ես դասիրակում։ Շատ ուշադիր է։ Ընդ որում գիտես ինչն է հետաքրքիր, հենց Ֆրանսիան այն լոկոմոտիվ երկիրն է, որին միշտ մեղադրում են այս մեր չափազանց ազատության մեր այս բան ազգային ազատագրական եւ արժանապատվության ջատագովները, որ փչացած Եվրոպա, փչացած Ֆրանսիա, ԼԳՏՊ, դեմ, բայց տես անենց մի օրենք ընդունում, որը կարար ընդուներ օրինակ, չգիտեմ, Սաուդյան Արաբիան, դիցուկ։ Բայց տես այդտեղ մի ուրիշ բան էլ կա, այդ մեր ազգայնական պսևդո ազգային ուժերին անդրադառնամ, որովհետև Հայաստանում ազգային ուժեր կան, բայց դրանք շատ փոքր խմբեր են, քաղաքական բաներ չեն, էլի, միավորներ չեն, որպես այդպեսին։ Նրանք պսևդո ազգայնականներ են։ Նրանք Ֆրանսիայի ու մյուս երկրների հետ ցույց են տալիս մեր հարաբերությունները որքան լավն են միայն այն ժամանակ, երբ որ իրենք ամբողջովին ռուսական տիրույթում են։ Այսինքն անհանգստացնելու ոչ մի բան չկա, եթե ասեն լավն են, դրանից չեն դուրսելու, էլի։ Այդ ժամանակ բոլորը լավն են։ Տեսակ Ֆրանսիան դրան գումարած նաև այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը ինքը լավ է Եվրոպայի հետ։ Այդ անպայման։ Հենց ասում ես, դե որ լավն են, եկեք մի քիչ շփվենք հետները, ոնց, մի րոպե։ Դուք չգիտեք, որ ո՞ս սկսվում է։ Նույն այդ ԼԳՏՊ թեման շահարկելը իմ համար ամենախնդալու բանն է, էլի, ամենախնդալու։ Արևմուտքը ԼԳՏՊ մարդու իրավունքների առումով լավ, բան է, բայց վերաբերմունքի առումով շատ բան չի փոխվել։ Կամ եթե գանք Ռուսաստան։ Ես կներես մի հատ ուրիշ բան ասեմ։ Այսօր Հայաստանում այդ ժողովրդին, ովքեր ներկայացնում են, այդ փոքրամասնության, բավականին լոյալ են վերաբերվում։ Բոլորը։ Բոլոր ոլորտներում այդ մարդիկ կան։ Ասեմ ավելի։ Շատերը ճանաչում են, գիտեն։ Ասեմ ավելի, կոնկրետ Սերժի ժամանակ կամ Քոչարյանի ժամանակ նրանք անգամ կոնկրետ պաշտպանության տակ էին։ Չէ, նաև պաշտոններ են զբաղած, խնդիր չեն ունեցել, ընդ որում ես ասեմ Հայաստանը մի քիչ տարբերում է աշխարհից նաև նրանով։ Ես այդ մարդկանց դեմ ոչ մի բան չունեմ, մարդիկ են իրանց ընտրությունն ոնց ուզում են թող բան անեն, բայց այդ մարդիկ հայավարի նորմալ ամուսնանում են, երեխեք են ունեն, սեռական պրոգրամացիություն են, ինչ-որ բան փակում են, դա էլ հայկական տարբերակն է։ Հա, բայց ախր եթե մենք գնանք հիմա Ռուսաստան, գիտեք ինչ, այն այլասերվածությունը, որ կա այնտեղ, ասենք, եթե օրինակ Եվրոպայում ընդունվել է այդ ԼԳՏՊ-ն կամ որոշակի ազատություններ, դրանք ընդունվել են, որպեսզի կառավարելի դառնան։ Ասենք դիցուկ ոնց որ Հայաստանում խոսակցություններ գնում, օրինակ մարիխուանայի օրինականացումը, չէ՞։ Առաջի հայացքից սոս կարելի է վեր թռնել, ոնց թե էլի, բայց դա հենց կառավարելի դարձնելու համար է
եւ որոշների որ մտնում է խանութ առնում գնում է հանգիստ կանա ֆիքսել նախ իմանում ես ինչ ունես ովքեր կան երկրորդ երբ որ մարդը չի կարողանում ձեռք բերի ինքը գնում է այն քիմիաներին բաների որը որ կամ գնում է զարտուղի ճանապարհներով զարտուղին դեռ մի կոնկրետ քիմիաների պարագայում դա մարդուն հասարակությանը շատ վատ անդրադարձ է ու կառավարելիությունից դուրս է գալիս թակոն տելեգրամյան կանալներով եւ այլ այնտեղ մոտավորապես այդ մոդելն են կիրառում կառավարելի դարձնելու համար հիմա Ռուսաստանի Դաշնությունը 13 տարեկան 12-13 տարեկան ժամանակներից աղջիկ երեխեքից սկսած ինչ ասես լսել ենք լսում ենք ու դեռ կլսենք ոչ էլ զարմանում ենք կներեք ասենք դες Եվրոպան է այդքան վատ կամ Իրանի Իսլամական Հանրապետությունը քթներիս տակ է հա այնտեղ էլ վատ ասենք եթե մեր պատմությունը կարդաք կտեսնեք թե դեռ որերորդ դարից շահին երբ որ բերում էին բան տալու են ոնց են խոնարհվում էին չէ ու նվերներով ընծաներով գալիս էին ընծաների մեջ անպայման տես պատանի երիտասարդներ տարեկան ջահել տղաներ այո ասենք բա ոնց է դառնում երբ որ պետք է քաղաքական ռազմավարական իմաստով մի րոպե արևմուտքը վատնա որովհետեւ sense գիտես հետաքրիր բան ասեցիր այսքան դու թեման տարար նաև դեպի Ռուսաստան ես այդտեղ մտահոգիչ բան եմ տեսնում Հայաստանի համար որտեվ այն ահռելի հոսքը հիմա որ կա Հայաստան այդ երկրի տուրիստները շատ լավ է որ գալիս են եթե գալիս են նորմալ որպես տուրիստ բան չունեմ ասելու բարով են եկել բայց մի քիչ էլ մեր ժողովուրդը պետք է ավելի ուշադիր լինի որովհետև գալիս են ուրեմն հետաքրքիր մի բան մի ռուս բլոգեր կա բնականաբար անունը չեմ տալիս մի հատ լրացուցիչ ռեկլամ չանեմ ուրեմն այս բլոգերը ես հիշում եմ մոտ 4 տարի առաջ եկավ Հայաստան ու լրացեց Հայաստանում բայց Հայաստանից շուշու թռնում էր գնում էր Դուբայ, դես, դեմ, բա այն օր ուրեմն նայ ու ես հիշում եմ իր վիդեոները շատ եմ նայել ուր գնում էր ձրի գնում էր ձրի հյուրասում են ռեստորանի տերը բանի մոթելի տերը հա բլոգերը գովազդը ապավելու համար արկերել են երկու հատ տունը առել Դուբայ երկու հատ տունը առել բանում Լոս Անջելեսում դուք տես ձրի տարեք հյուրասիրեք բան արեք տարեք մեր բլոգերներին հյուրասիրեք դիցու չէ ոնց նրանք գալիս են ասում են վայ տեսեք հայերն ինչ լավն է շոյում են ու էդի հերիկա որ մենք թուլանանք դա նույն խնդրի առաջ այդի որովհետև մենք կայսերահպատակ ժողովուրդ ենք այո օտարամոլ ենք մեզ ասեցին որ մենք մեզ գովեցին այդ ոնց որ ասին մեր կուխնյան ինչ լավն է այդ ոնց որ մի հատ հիմնարկում տնօրենը գովում է աշխատողներից մեկին նա բանա չէ լինում ստե 100,000 ռուս կա իմ կարծիքով հիմնական բնակվող չեմ չափազանցնում ինձ թվում է որտեղ ընդ լիքը մարդիկ կամ մտնում այսինքն PMЖ իրանց լեզվով ասած չունե այդքան ռուսների մեջից որոնք նաև ակտիվ են սոցցանցերում քանի օգու ես տեսել որ հելնեն ասան Ռուսաստանը այս ինչ անում այս խեղճ հայ գյուղացու գլխին այս հայ ծիրան արտահանողների ֆերմերների գլխին մի հատ տենց բան տեսել ես իրանց կայսերականությունը միշտ ճիշտ է ճիշտ է իրանց դա չեն բանան միշտ ճիշտ է իսկ մերոնք Ռուսաստանում նստած առավոտից իրիկուն Հայաստանի վատ լինեն հա մերոնք ասում են ախպեր դա լավ տենց մի խոսացեք ինչ հայկական ծիրանց թե ուզբեկական ծիրան են բերում ուտում են դե վերջ ինչ որ է հարցը դա չէ բայց վերաբերմունքի մասով դու ճիշտ ես ու ես ուշադրություն չէի դարձրել այդ հանգամանքի վրա իմիջելուց եւ օրինակ եղավ մի բլոգեր էլ Վարդավառին շատ լեկտի բայեց իրան որը որ ոնց որ թե այդքան են եղան մի քանի բլոգերներ ռուս նաեւ որոնք հենց դրան ինչ ասես չասեցին բայց ընդհանուր առմամբ ինքը ասենք քայլելու Երևանի փողոցներով խնդիր չունի ավելին ասենք ֆետիշացում ավելին մեր սիրելի հայրենակիցները կարծում եմ որ հիմնականում հայաստանցիները, չնայած նաև Ռուսաստանի հայերը երևը, ուրեմն մի քանի տասնյակ հազար
պատպիսկային եղել դրա Instagram-յան էջին։ Ոնց է քո համար։ Այսինքն արհեստականորեն այն մարդը, որ քեզ Առնետի հետ է համեմատում քո ազգը, չեմ ուզում կկնեմ իր խոսույթը, դուք իրան գնում եք բաժանորդագրում եք իր էջին։ Գիտես, Մկրտչյան ջան, ես իմ զարմանալու ընդունակությունը ցավոք կորցրել եմ։ Դե գոնե զայրանալուն է մնաց։ Զայրանալունը ամեն ինչը դարել է զայրանալու, չէ՞։ Հա։ Ուրեմն, տես ոնց է, հա, բայց մարդկանց մոտ նորմալ սուպեր բաներ են առաջ, հնարավորություններ են առաջ, ու ոնց է գնացել է դերվայնը։ Մարդկա նկարել է սկսում, չէ՞, դերվայնը։ Տես, այդ գրանցվելու պահով, մեկնաբանությունների դաշտեր, օրինակ ինքը կարող ասի ու ասում է բանը հայերը ասած կրիսիաչի ժողովուրդ եմ ասած բաներ դու կրկնեցիր, ես չէի ուզում հետո ասում է ու տակը մեր հայերից կարող է տենաս որտեվ էդի Նիկոլի երկիրն է հեսա դրան որան այսքան ինքը կապ չունի ում է դες խոսում մեկի հետ ով քեզ վիրավորել է քո հորնումորը քո հորնումորը նայ այո հա հասկանում բայց սա դեռ սա էլ վերջը չի ես որ ասում եմ զարմանալու ընդունակությունս կորցրել եմ ես իմ աչքով տեսել եմ 20 ոչ միայն տեսել վիճել եմ անձնականով եմ գրել ինչ 20-21-22 թվականներին երբ որ ամեն վարքյան կարող էր անընդհատ վերսկսել ռազմական գործողություններ իսկ Հայաստանի վիճակը բոլորս հիշում ենք այդ շրջանում ադրբեջանցի բլոգերներն էին բան գրում Թեկուս գիտես իրանք խորամանկում էին ասում են Նիկոլը մեր համար էլ է լավ վարչապետ որ Հայաստանը խորամանկում են որ ավելի գրգռեն հա մեր ապուշները մտմին ոչինչ մենք էսա սրանց հարցերը լուծենք կտենակ ձեր հետ ինչ ենք գնում իրան պատում ես որ ազդում է իր ասածը ովրա հիշում ես մենք մի անգամ խոսացնում մոտ ուղի մենք մի անգամ դրա մասին հիշում ես հազար ներողություն Մկրտչյան ջան հետո գալիս են մեր տիրույթում այս մերոնք հա տեսակ թուրքերը ինչեր են խոսում արա բա դուք եք տակը մտել թուլացել քանի նայես բացվես այդքան խոսելու ընդ որում հիշում ես մի անգամ մենք խոսում ենք հələ փորձի գնա եվրոպական երկիր այն որ մի քիչ ավելին էս ավանդական եվրոպական երկիր է որտեղ այդքան միգրանտները չեն լցվել դիցուկ Իսպանիա հա ու գնան դե իսպանացուն ասա իսպանացին խոսում է դժգոհ է իր իշխանություններից ու էլ հետա կպի ասորալիչի վատնակ ու իշխանություն կգաս հոպլա դու ով ես այդ ես եմ իմ երկրի ղեկավարն է կամ իմ թագավորն է դիցուկ նաև Ես կարամ ինչ ուզեմ ասեմ, նույնը անգլիացին, նույնը ամերիկացին, բայց մենք պատրաստ ենք հենց մեկը կողքից մի բան ասի, եթե մենք ընդդիմադիր ենք, как верно вы сказали, ու սկսենք։ Գիտես, իմ կարծիքով դա նույնպես ունի բացատրություններից մեկը, ես դրա շուրջ շատ մտածել եմ, լավ խիտ է։ Բացատրություններից մեկը հենց այն է, որ մենք չունենք սեփականատիրոջ զգացողությունը։ Մենք չենք համարում Հայաստանի Հանրապետությունը մեր սեփականությունը։ Մենք դրա մասին խոսում ենք ու չենք համարում այդպես։ Պետականության արժեքը մենք չենք պատկերացնում։ Մենք չենք համարում, որ դրա պատասխանատուն Չնայած այս պարագոնում ես այդ մենք այնքան համաձայն չեմ իրանք։ Որտեղ մենք պատկերացնում ենք լավ է։ Արմամբ եմ ասում։ Հա։ Չէ, Մկրտչյան։ Հենց լավ էլ թող հասցեագրված լինի։ Ես ինքս ամեն անգամ ինձ մոտ նոր զգացողություններ եմ բացահայտում ու ես համարձակ գնում եմ այդ զգացողությունների հետևից, զգացմունքների հետևից։ Երբ որ ասենք օրինակ, ասում են օրինակ, մի հատ վերացա շատ բան օրինակ բերեմ։ Շարլ Ազնավուրը հայ է եղել։ Ասում եմ, այո, Շարլ Ազնավուրը հայ է եղել։ Այս ինչը հայ է եղել, ասում եմ, այո, ինքն է։ Իսկ դու գիտես այն հանցագործն էլ է իմը։ Այն դավաճանն էլ է իմը, այն էլ է հայ եղել։ Անի դարպասները բանալին հանձնումն էլ է հայ եղել։ Այսինքն, եթե դու վանում ես այն Գիտես ինչի նման է դառնում ընտանիքներում կիսա հումորով ասեմ, որ երեխեն մի լավ բան անում, պապաներս միջում, պապայի բան է, մեկ էլ հագած մի վատ բան անում, աղջարի երեխի տիրություն արա, իրինք կապ չունի հետը։ Այ այտենց ենք մենք վերաբերվում, մենք, մեզ, ինքներս մեզ, այ եթե եսի մեծանուն մարդային մյուսը մեծանուն չգիտե, դա մերն է, բայց եթե մեկը մի քիչ, մարդուն որ խալաթով տարան
Ռուսաստանում դատարան, Մերը չէր, ուր էին մեր անվանի հայերն ու մեր քաղաքական գործիչները։ Դες ոնց հարմարա տենց, հա, մերը, չէ։ Մենք պիտի ունենանք հստակ գիտակցում, բայց ցավոք սրտի, մեծ հաշվով այլից այստեղ այլի ցավա պատճառում մարդու սրտին, որ մենք չենք համակարգում գաղափարախոսությունը, մենք չենք մինչև հիմա, հələ որ ես չեմ տեսնում այդ նշանները, իհարկե նոր խոսույթ ա մտնում, ասենք իրական Հայաստան, չէ՞, սա շատ կարևոր խոսույթ ա, ընդ որում նշանակություն իսկապես չունի ով ա ասում, այս պարագայում շատ լավ ա իհարկե որ վարչապետն ա ասում, բայց անձամբ ինձ համար, եթե այս խոսույթը ու այս խոսույթի հետևից գնացողը լիներ Սերժ Սարգսյանը, ես իրան 1000 բանում նույն սալարկա գողանալու մասին իհարկե կասեի ինչ-որ կասեի, բայց հանուն արդարության կասեի նաև որ այս գաղափարն է տա։ Չնայած այդ գաղափարը տանողը չի կարա սալարկի գող լինի։ Բերք է։ Այսինքն մենք նոր սկսում Հայաստանի պատմություն, նոր սկսում ենք ձևակերպումներ, որը պատի է հանդիպում, դիմադրության է հանդիպում, ասում գիտությունը մակարում է, դա այո, պայքարող տգիտությունն է։ Ու նայտես, այս թեման շարունակելով ինչ որ տեղի ունեցավ, հիշում ես, ստեղ գալուց մենք խոսում ենք դրա մասին Վրաստանում։ Խեղճ մարդիկ հավաքվել են, դե սենց ասեմ էլի, մենք նաև ռուսատոնեն ասենք ինչ ա եղել Վրաստանում։ Հարսանիք ա եղել, ընդ որում շատ ցիվիլ, կովկասյան, մեզ էլ հատուկ հարսանիք, մարդիկ գնացել են հյուրանոցի բակում, տարածք են վարձակալ, վրացիները Թել Ավիվում։ Տարածք են վարձակալ է, հարսանիք են արել, ընդ որում բավականին սենց գրագետ, հանգիստ հարսանիք է, երևում է, էլի, խավը մի քիչ ուրիշ է, այն զուտ կովկասյան զուռնադհոլը չի, նորմալ երաժշտությամբ, բանով եւ այլնով, ու վերևից 3 սլավոն, որտեղ այնտեղ նաեւ կային ուկրաինացի, կային ռուս եւ այլն, բայց Ռուսաստանից եկած սկսում են վերևից գորկա գորալ, այս ներքևից ասում են գորկան մեզ հատուկ բան չի։ Ունես որ գորակ մենք պիտի պատճառ։ 1900 շակարով կտրում այդ մտքի շրջանակում։ Զգացել ես մեր հարսանիքներում ինչքան էլ որ մեր երիտասարդները ավելի բացվել են։ Բայց երբ որ համբուրվելու բայ որ մամանց տեղ է, պապան նայում, այս բանը կա էլ։ Դա անգամ հյուրերը սենց դեմքը շրջում։ Այդ Պուպուշիկ բան է սպասվում, էլի։ Սրանց մոտ գորկա է մարդ։ Մենք 2 րոպե ունենք։ Վրացիները տենց բանի չեն գնում։ Ու այն մի հատ կիներ խոսում, ասում է հետո այդ բառը մեզ շատ օտար է, գորկա։ Ինչն է տառը, ինչն է կած։ Ոնց ոստա մեկը թուրքերեն, դե վրացիներին ռուսերենով գորած գորկա, ոնց ոստա մեկը թուրքերենով գորա։ Հա, էդ էլ իր երթին։ Շատ էլ ուզես համբուրես չես լսի, չէ՞։ Այս մարդիկ ասում են գնացեք ձեր լուսամուտները, փակեք, գնացեք ներս, մենք հարսանիք ենք անում, սկսում են վերևից ջուր-մուր շփել։ Դա նույնիսկ ջուր են շփում, տեխնիկան է փչանում։ Այս փեսու աղբերը ներվայնացած բարձրանում է վերև։ Գնում է դուրը ծեծում է, բացում են, ասում է, սկսում է անգլերենով ընդ որում։ Անգլերենով, նրանք չեն սիրում ռուսների հետ ռուսերենով խոսալ, չէ։ Անգլերենով շուրա գալիս, սկսում է բացատրել, մանել, այս աղջիկը, մեկը սրանց աղջիկ չէ, այդ կինը, կին արարած։ Իդի իրենց ռուս գյադեկեն։ Սկսում է այս սրան բրթելով դուրս անել։ Ու այդ ընթացքում նաև ճանկռում է վիզը, բան անում, ես չի դիմանում, մի հատ sense բոքսը բերում, այս բռնում է գետին։ Սրանք 4-5 հոգով կամերաներով նկարում են, այսինքն իրանք դիտավորյալ էին հրահրում, սադրում էին, հա, բնականաբար վրացական ոստիկանությունը գալիս է, այս տուն ձերբակալում, տանում են, հոդվածը նշանակում է 3 տարի կալանք, վրացիներս դուրս են գալիս փողոց, ցույց եւ այլն, հիմա այս տղուն գրավով ազատ են արձակել, բայց հոդվածը կա, դատական բան է գնում է։ Ուզում եմ ասեմ, այս սենց բաներ են, հա, դրսևորել, էլի, երբ որ մի բանը վերաբերվում է կոնկրետ քո ազգային ինչ որ ավանդական։ Համաձայն եմ կնոջը խփելը։ Տաբու, այդ իրանք էլ են ընդունում։
Իրանք վրացիները իրանք բոլորի այդ սոցցանցերում ընդունում են, ասում են մեր այդ տղան Չէ, գիտես ոնց, այդ կնոջը խփելի, հա, տաբու, բայց կնոջ կողմից էլ տղամարդու հետ խոսելա ձևը նույնպես տաբու։ Եթե դու տղու հետ խոսում ես ոնց որ գյադա, ընդ որում տակա ես չեմ բռնի այնտեղի ձեռը, ով որ իրապես իր այդ գյադի պես խոսող կնոջս ես մտ ձախով կնոջ։ խնդրեմ, ես այսքա դու էլ ալներ նույնն էր արել։ Ինչ որ փեսո ախպեր արել։ Բայց արել։ ինչ դաստիարակություն ունես, եկել ես տղամարդու։ Բա դու տես, մենք ընդամենը։ Ընդ որում կներես, ես քույր ունեմ, կին ունեմ, մայր ունեմ, դուստր ունեմ, չէ՞։ Եթե իրանք լինեն մի հատ ինչ որ տղամարդու հետ տես խոս, ես իսկապես առաջինը դատաստան կտեսնես։ Գնանք դատար։ Դատար մեր հետ։ Վերադարձանք։ Ուտես բացի իրավական մասը, կա հենց բարոյական ու հավանդական մասը, հա։ Այդ որ ասում եմ խփեմ, կտպեմ, դա մի քիչ իհարկե բան եմ ասում, բայց նկատի ունեմ ինչպեսին կլինի իմ վերաբերմունքը այդ իրավիճակին։ Որովհետև այո, դաստիարակություն գոյություն, համակեցության կանոններ գոյություն ունեն, փոխադարձ իրավակ գիտակցություն գոյություն ունեն, այսինքն ես երբ որ գիտեմ իմ իրավունքները, դա չի նշանակում որ իմ անձնական Ընդ որում կներես մի բան էլ ասեմ, գնել ջան։ Կամ եկել ես երկիր։ Եք մյուր այդ երկիր, որի տարածքի քանի տոկոսը 20 Երևի ավել։ Խոսեցի ավել։ 30% ոնց որ 30%-ը գրավել ես։ Գրավել ես, ու բացրել ես, ու եկել ես։ Այդքանից հետո քեզ վերաբերվում է։ Եկել ես, չգիտեմ, մատ ես ցույց տալիս ես մարդկանց, ես ինչ ես անում, ու կարծում ես ոչ մի պատասխան չես ստանալու։ Նույն այդ ռուսները կներես, էլի, բարով թող գան իրանց փողերը ծախսեն, ելնեն գնան։ Այդ նույն ռուսները մեզ ինչ են արել։ Արցախն են ձեռներիցս առել տվել Ադրբեջանին, նույն են ռուսները, ոչ մի այս առումով մենք վրացիները համարյա հավասար ենք։ Տես, այստեղ մի հատ հիմա ուրիշ հարց կա, ոնց ես կարծում, այդ պրովոկացիան հաջողված է թե չէ։ Չէ, հակառակ էֆեկտն է տալիս։ Իսկ իմ կարծիքով հաջողված է։ Ինչ իմաստ։ Այն իմաստով, որ վրացիներին հանեցին դուրս, չէ, ու այս հարցը դարձավ հանրային քննարկման առարկա, որը շատ հանգիստ ռուսաստանյան իշխանությունները կիրառելու են Ռուսաստանում որպես հակառուսականության դրսևորում, բնական է իրենց պրոպագանդան իրենց վրացական մանդարինի մեջ բլոճ կգտնեն, հա, նայել։ Չէ, դե մի գտնեն չգտնեն, բայց իրենց հավելյալ, գիտես, սնունդ է պետք։ Սնունդ է պետք, որ աշխարհը մեզ դավաճանում է, ժողովուրդ, աշխարհը մեզ թիկունքից հարվածում է, չգիտեմ, հակառուսականությունը, Կովկասը արդեն Հայաստանում հակառուսական տրամադրություններ են, որ ուզում ես ասել, եթե հակառուսական տրամադրություններ են, ինչ գործ ունի մեր ակուլիստի մոտ մինչև հիմի ռուսերեն տաբլոն էլի ասում։ Հա, լսի։ Այ լավ էլի, արի դրան մի հատ լուրջ անդրադառնանք, մենակ է չի, լիքը խանութների վրա ռուսերեն գրվածքները։ Եթե ես Սիրիա հայ լինեմ, Հայաստանում չեմ կարա գնամ աչքի բժշկի մոտ, չեն կարա ստուգել, որտեղ ես չգիտեմ այդ ռուսերեն տառերը։ Եթե Սիրիա հայ լինեմ, օրինակ։ Ասեք ի՞նչն է, այսօրվա տեխնիկա։ Ունես տառեր են, որոնց նման է հայերենում կա ուղղակի ուրիշ է։ Մեր պրինտերի վրա, այս սովորական աշխատանքային պրինտերի վրա մենք հիմա կարանք էդի տպենք անենք հայերենը կամ անգլերենը, լավ։ Հա։ Բայց ճիշտ ես ասում, ռուսերենով։ Դե այն անգամ ինչի մասին խոսացինք, դե որտեղ նոյեմբերյան։ Չկալով։ Նոյեմբերյանը պետք է դառնա նովեմբուրգ։ Հա, համաձայն է։ Բայց տես, ստեղ մի հատ որպեսի բաց հարց չմնա, հա, ու չնայած ամեն ինչի շուրջ էլ մշտապես կա քննարկելու բաներ, բայց նայ, ամեն դեպքում մարդը օրենք է խախտել։ Չէ՞։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, այդ օրենքը չի ասում, եթե դա ռուսներն են անում, ուրեմն ոչինչ։ Չէ, օրենք է։ Ուտել ես խփել ես։ 3 տարի պիտի դատվես։ Հիմա մարդիկ դուրս են եկել, ասում են, չպիտի դատվի այս պարագայում։ Չէ՞։ Հնարավոր է դա դատարանը հաշվի առնի, հնարավոր է հաշվի չառնի։ Դե ինչ որ ճար կգտնեն մի 3 տարի ձգելու, հետո ասեն ժամանակը անցավ։ Պայմանական կարող են իրար։ Իրանք իրենց վրացականությունը հաստատ չեն ծախի ռուսականության շահել։ Դա մերոնք չեն, էլի ուլի պես։ Հիմա արդյոք օրինակ այստեղ հարցա չէ առաջանալու։ Բայց դե որ տենց, հա,
Օրինակ Գագիկ Ծառուկյանին էլ են բռնել։ Մարդիկ էլ դուրս են եկել փողոց, ասում են մենք ուզում ենք ազատ արձակեք իրեն։ Բա ինչի ազատ չեն արձակում։ Դե տեսեք, որ օրենքը նենցա որ կարան մարդկանց գիտակցությունը, համախմբվածությունը եւ այլն կամ շահերը կարող են բերել նրան, որ դուրս անեն։ Այստեղ պետք է այս տարբերությունը նուրբ զգայուն տարբերություն կա եւ այո ես կարծում եմ որ նույն այն պատճառով ոնց որ Թեյլերյանը մարդասպան չէր։ Հա։ Դե ասում են այո ես մարդ եմ սպանել, բայց ես Բայց դի մարդ չէր նաեւ։ Ու հիմնավորում է թե ոնց ինքը մարդասպան չի։ Ոչ միայն ասում է ու տենց իր կարծիքին է մնում, այլ հիմնավորում է։ Գերմանական դատարանը հիմնավորում է։ Էս հանգամանքները հաշվի առնելով դուք կարծեք որ ինքը մարդ է։ Ես մարդասպան եմ դառնում։ Բայց հիմա նա գնահատականը տվեք նրա մարդ լինելու։ Ճիշտ է։ Չէ՞։ Ճիշտ է, լրիվ համաձայն եմ։ Հիմա նույնը ստեղ է։ Ծառուկյանին դուրս են եկել, աշխովս ընկավ 3 թեթև անդրադարձել եմ, իսկապես չգիտեմ, արժի, չարժի։ Բլոգեր, բան, sense գնացել, դե հիմա շատ են բլոգերներին հրավիրում ֆիլմեր նկարելու, դե փոխադարձ շահը բռնելի է։ Բլոգերը իր նկարահանումից բաներ ակցելու TikTok, բան դիտողականություն Այսքան կապ չունի, որ դերասանական ինչպիսի տվյալներ ունես էլ, հետո ինձ որ ասում եք քիչ ես նկարահանում, նաև դրա համար ում եք։ Ներողություն, էլ իմ գոլեգաներն էլ կհասկանան ինչ եմ ասում, իրանց անունից նույնպես ասում եմ։ Իրենք էլ են նույն բանը ասում, ում հետ։ Հիմիսա եկել ասում է Ծառուկյանին, ասում է ազատ արձակեք։ Չէ, արդարացնելու մասին է մի խոսքով խոսում։ Ինքը բան չի, որովհետև իմ ավակ ընկերն է։ Հա։ Թե չէ ես կհասապվեմ ու կգնամ Հայաստան։ Այն սիրուն աղջիկը։ Հա, Սիրուն աղջիկ է, հա։ Թող լինի սիրուն Ընդ որում, բայց ամենահետաքրքիրը գիտես այդ իր ելույթի մեջ ինչն էր, որ ասում ասենց գնա կսկսեն բլոգերներին նստացնել, դերասաններին նստացնել, օլիգարխներին նստացնել, այսինքն եթե դու ասում ես Գագիկ Ծառուկյանը օլիգարխ է, Որովհետև օլիգարխը հանցագործ է։ Ասա մեծահարուստ։ Բիզնեսմենը մեծահարուստը միլիարդ տատերը դա հանցագործ չի։ Օլիգարխը հանցագործ։ Այս հենց այս ձևակերպումների մեջ էլ երևում է իրավագիտակցության պակաս։ Ընդ որում ամենատարրական։ Ես չեմ ասում թե պիտի ամեն քաղաքացի անգիր այդպես հին անեկդոտ չէ որ դասի ժամանակ ասում են երեխաները ասեք այբ սա ասում են այբ ես Վարդանիկը չի ասում երեխաները ասեք այբ էլի Վարդանիկը ձե չանում ջղային անում Վարդանիկ ասա այբ չես կարողանում ասել ասում կարողանում եմ ընկեր մարգ ուղղակի շատ լավ գիտեմ հենց ասեմ այբ ասելու ես բենն էլ ասա ասեմ բեն ասելու ես գիմն էլ ասա հետո մինչև օֆա ասելու ես հետո էլ վերջում են հասգիրքը տալու ես ասես տակից գլուխ կարտա գիտակցում է այդ պրոցեսը ու սկզբից կանխում է էլի փորձում է հիմա ստեղ է եթե մենք մեզ ոչ ոք չի ասում այդ տակից գլուխ բոլոր օրենսգրքերը սահմանադրությունը կլինի քրեական քաղաքացիական անգիր անենք Բայց տարական բաներ պետք է իմանաս իրար հետ շփումները մեր միջավայրում համակեցության եւ ապրոմակցման բանը չխախտելու համար գոնե բազային գիտելիքներ պիտի ունենանք որովհետեւ նաեւ մեր միտքը կարողանանք ձևակերպել ու ոչ թե ձևակերպենք այդպես մեզ լավ զգալու համար այլ դիմացինին ըմբռնելի լինելու համար որովհետեւ շատ դեպքերում վեճերը նրա շուրջ չեն որ հակառակ կարծիք ունեն շատ վիճաբանություններ կա լսում ես նույն բանն են խոսում Պարզապես իրար չեն լսում որովհետև ըմբռնողունակության ու ձևակերպման ու ըմբռնման խնդիր կա ասենք ասում է դե դու դավաճան ես ջղային անում ես ներվային անում ես ուզում ես մի բան տաս գլխին ասում է թե քանի որ Նիկոլը դավաճանը դու էլ իրան սատարում ես դու գիտակցաբար սատարում ես դավաճանին դրա համար դու դավաճան կամ իրան ընտրել ես Նոր դու հասկանես ինքը առասարակ ինչ նկատի ունի, ասում ես Այդ քո ձևակերպումը Նիկոլի մասին, քո կարծիքն է Իսկ իմ կարծիքով այդպես չի Իմ կարծիքով դու կարող եմ բերել, հասնել դրա որ պակաս դավաճան ոնց որ դու չես Հասկանում Կամ հենց իսկական դավաճանը դու ես, հա Բայց դու ինձ բերում փաթաթում դա, դու քո կարծիքը ասա, ես էլ իմը կհասկանանք ինչ ենք անում ու միանգամից չենք գնել կարծիքը Մարդ ենք Դիմացինի կարծիքը չեն ընդունում։ Այսօր մենք հերթական անգամ ձորով գալիս ենք ստուդիա։
Ամեն անգամ պետք է դրանից խոսամ։ Հա, ամեն անգամ պետք է խոսամ, որովհետև վերևը ռեժիմային օբյեկտ է, այնտեղ լիքը ոստիկաններ կան, պարեկներ կան, իրանց աչքի առաջ դիմացի ոնց էր կոչում, հանդիպակաց են մտնում, են սելին, չգիտեմ, իրանց երևի լավ տղերք են համարում, հա, իրանք ոնց են կոչում, շուտրի, ճարպիկ են, ճկուն են, բջոտ են։ Այս մարդիկ ստեղ կուլտուրական իրար հետևից շարված մենք էլ հետները բարձանում ենք, դե թեթև խցանում է։ Այդպես էլ կլինի, բայց չէ իրանք պետք է մտնեն հանդիպակացով բարձրանան, բայց հենց տենում են դիմացից գալիս է մի քիչ ավելի թանկանոց մեքենա, իրանց ճղելով մի կերպ խցկվելով, սենց աղաչելով մտնում են այս ճիշտ շարք։ Ժողովուրդ հետ դադարացրեք, վերջ տվեք, չի կարելի։ Չի կարելի, արա լավ չեք բանանում, գոնե դուք ձեր սեփական մորթին գնահատեք։ Դիմացինին չեք գնահատում, կողքիններին։ Անարգանքի դրսևորում է դա, ասենք Ուտե կարա չէ, այդ նույն խոսակցությունը ծակի, դե մի ավտոն գա կանգնի, հետևից գան այդ խցանումը սկսվի, իջնեն մի քանի տղեր, ասեն, դե հլա արի տեսնեմ։ Ես դեմս փագում։ Հա։ Բավորը չտենայի ու Հա, արա ես իջնեի։ Որում կարելի է խփել։ Հա, կարելի է խփել, բայց կասենք, չգիտեմ, հերոինանից այդ մարդը ծանր հիվանդատանում շտապ պետք է հասցնի Նայիրի հիվանդանոց, այնտեղ վերևը Նայիրին է։ Ու սենց մի Չգիտեմ ոնց կարելի է այդ մարդուն կոչել էլի։ Պետք է խփել դեն ժամանակ։ Պետք է խփել այո։ Մի քանի հոգու ես իմիջիայլոց 2000-ական թվերին Այտենց մի հատ մեքենա է պետք ունենալ, որ չափսոսած։ Մեկը չի օգտագործում։ Նայ 2000-ական թվերին ես հոլանդիայի մինչև վրա էի զարմացել։ Հոլանդացիների նման հումանիտար ժողովուրդ երևի չկա, որովհետև առհասարակ Հոլանդիան պետականորեն համարվում է հումանիտար երկիր։ Ասենք մեր Հայաստանի Հանրապետությունը ինքը հումանիտար պետություն է։ Պատկերացնում ես, սենց իր ամեն ինչի հիմքում հումանիզմն է դրած։ Բայց եթե դու ոդկա ճանապարհի վրա իջացնեիր մայթից, այն 100 մետր վերևի ավտոն արագություն կհավաքեր, որ քեզ խփի։ Ինչի համար։ Չնախատեսված տեղում։ Չնախատեսված տեղում, չնախատեսված իրավիճակում։ Ինչի համար։ Որովհետև դրանից հետո ինքը ոչ թե անուշադրության համար մարդ տակը գցելու համար ինչ որ բաներ ասում են, ճիշտ հակառակ։ Ինքը նախ մի 6 ամսով իրան արձակուրդ կուղարկեն գործի տեղը, բայց ինքը աշխատավարձը կստանար։ Գումարած դրան հոգեբանի մոտ կգնա։ Ստրեսա տարել։ Ստրեսա տարել։ Գումարած են մյուս իրապես տարած ստրեսներն էլ ձրի այդտեղ հատ բան կաներ։ Հա, ֆինանսական փոխհատուցում կստանար։ Անկախ նրանից թե այն մարդու ճակատագիրը ոնց դասավորվեց, մեռավ, սաղմանած, հիվանդանոց ընկավ, ինչ եղավ։ Հասկանու՞մ։ Ես ասում եմ, լավ, ոնց էլի, առ մարդու վրա ոնց կքշես։ Մարդը մարդու վրա ոնց կքշի։ Բայց դա հենց պահպանելու համար է այդ ամեն ինչը այն ձեռքբերումը, որը կա, եւ դու այնտեղ չես տեսնի, պարզապես չես տեսնի։ Որ մեկը ոտը դնի, հա։ Դրա համար էլ չես տեսնի։ Հիմա ես վստահ եմ, եթե այստեղ հանդիպակաց եկողի նույնը ձորի ճանապարհին, ուրիշ ճանապարհ չկա։ Գաս ու խփես, ինքը նախ չի կարենալու ձեն հանի։ Ձեն կանի աղբի ջան, ապա գոյություն ունի։ Այդ է պարեկ է գոյություն ունի, որ կգա ու կֆիքսի։ Հա։ Կգնաս ավտոդ կսարքես։ Կարաս անգամ բանից է, բարոյական իրավունքից է իրավաբանել թանգանում է։ 1-5-10 սա նկարելով կծի համացած թող գնա։ 1-5-10 բոլորը կսկսեն զգուշավորություն դրսևորել, որովհետև գիտեն թե դա ինչի է բերում։ Մինչև չհարվածես գրպան, մինչև ուղիղ մի հատ բան։ Այ հիշում ես, չէ՞։ Ես ինքս չեմ սիրում տենց հարցեր լուծել, բայց երբ որ գիտեք ինչ, տեսնում եմ որ շահագործում են արդեն 1, 5, 10, 15, 20, ես մի օր կարող եմ մի հատ հարցով զբաղվեմ ու այդ հարցը ունենում է վերջնական լուծում։ Ասենք ավիրում եմ ուղղակի ամեն ինչ։ Եթե ես իմ մեքենայով լինեմ 1 կներեմ, 5 կներեմ, 10-րդ ուղղակի կքշեմ վրան։ Ուղղակի կքշեմ վրան ու այնց այլանդակ ձևով կկապնեմ, որ հաստատ 50,000 դրամով չպրծնի էլի։ Հա։ Չի կարելի, մի արեք։ Դրանով էլի եմ կրկնում, լինում է, բա, որ դու տեսնում ես իսկապես խնդիր կա այս մարդու հետ։ Ինքը խնդրելով կարելի է, բան անցնում է, մտնում է, բոլորիս հետ կպատահի, չէ, գալիս ենք ուղիղ մտնենք, մեկ էլ վերջի պահին կարող է
հասկանանք որ արա, չէ, ուղիղ չէ, պիտի աճ մտնի, որ իպականը կարելի է ներողություն էլի, բան չէ, ասենք զգացվում է որ լակոտություն չի անում, էլ բջջություն չի անում։ Դա զգացվում է, մարդ ենք սա ասել, բայց այն ինչ որ անում եք այդ զորը, իմիջիայլոս կարեկտել կանգնած։ Կանգնած, հա։ Որովհետև իրան ասել են այն փոսին տիրություն արա։ Այն բանվորները դե գործ էին անում, դու նա ինքը ասես կանգնե, իր փոխեց մեքենան հանդիպակաց մտել։ Դե ինչ ասես։ Դե ինչ կարանք ինչ ասենք։ Ընդ որում, որ սենց դեպքերում պետք է այդ դրակոնային օրենքները աշխատեն, այդ փաստ է։ Այն հիշում ես, չէ՞, մեկը որ շանը խեղճ կապել էր ավտոյից քաշտալով գնում էր։ Ինչքան հիշում եմ 500,000 տուգանք տվեցին։ Իրա քշած ավտոյից երևում է, որ ինքը այդ 500,000 իր համար ահռելի թիվ է։ Ստացավ պատիժ։ Երկրորդ անգամ ինքը տենց բան կանի։ Հերոքրիական մի տարի էլ գնար նստեր, հա, դե չգիտեմ, ինքը չէ, խնդիրը ինչի ինքը կանի թե չէ, խնդիրն է նա, որ մնացածները չանեն։ Հա։ Դա պիտի լինի տեսանելի։ Խեղճ Դավթյան, քո գործընկեր դերասան Դավիթը, մեռավ է տղեն շան ձակեր բաներից աղբի դուրլերի մեջից անելու։ Օրա լավ ո՞նց է ձեռքդ գնում նոր ծնված կենտանին ձակերից։ Լցնես տոպրակի մեջ պոլիէթիլենի կապես որ խեղճվեն ու գցես աղբաման։ Դա հենց անպատասխանատվության բանն է, որը որ մեր մեջ ծեփծփում է, որովհետև հասարակության մեջ մեր հասարակական գործունեությունը խախուտ վիճակում է եղել, քաղաքական process-ները, պետական կառավարումը, բանակը, ամեն ինչը ու ամեն մեկը դասավորվել է, ոնց կարա ապրի։ Հա, այս ռեժիմի տակ ենք մտել, մի բան անենք, որ ապրենք։ Всё։ Չի լավն է, եղունգ ունես, գլուխդ քորի։ Հա, այդ հենց դա էլ բերել են անուն էլ դրել են հին պապական խոսք է յանի, բայց այդպես խոսք մենք չենք ունեցել, էլի։ Մենք այդպես ապուշ խոսքեր չենք կարող ունենանք։ Մենք կակրած հենց հայերս մեր բնույթով տեսակով չենք կարա լինենք ես ասել, ես ամոլ, չենք կարող։ Ու այդպեսինը չենք։ Մենք սովետի ժամանակ շատ էս բաներ, այն առաջ քո բաղ չեն ջրի, բան ասած, որտեղ հաց ընդեղ կա, ասած աղմաղ բաներ բերեցին, գցեցին մեր ջանը, ու մենք դες որոշեցինք, որ հա արտասահմանյանա ուրեմն լավ։ Հա, բայց լավն է։ Հասկանաս, աշխատանքներ չեն տարվել։ Դիցոք էս բանակում տեղի ունեցած զինվորին ինքնասպանության հասցնելը ինչի մասին է, որովհետև մենք մեր վրա դաստիարակության մասին է։ Մենք դպրոցից սկսած մեր երեխեք մեր զինվորների կենացը բան, բայց մեր երեխին դաստիարակում ենք նենց, որ ինքը բանակ գնա կարողանա պաշտպանի իրեն, չգիտեմ ինչ, գիտեք ինչ։ Այն աղջիկը, որ համադասարանցուն էին ծեծում։ Այնպես աղջիկ երեխեք եք, դուք վաղը մյուս օր ընտանիք եք կազմելու, մայր եք դառնալու։ Այսինքն ես պատկերացնում եմ, թե այդ երեխեքը իրանց երեխեքին ինչ կան։ Այդ երեխեքի ծնողները իմ հասակակիցներն են։ Մոտավորապես պլյուս մինուսով։ Ու դա այն տարիքն է։ Դա շատ վատ տարիք է։ Այն շրջանն ենք անցել Հայաստանում։ Ես ասում եմ, ամենատուժված սերունդը իմ սերունդն է։ Ոչ ձեր սերունդն է, ոչ ես երիտասարդ, հենց մեր սերունդն է ամենատուժվածը։ Բարոյական առումով առհասարակ ցեղասպանության ենթարկված։ Որ ապրել է այն շրջանը, որ դպրոցում հիմա պիտի սովորենք, թե չսովորենք։ Որ այս պարկետը հիմի պիտի մաքրենք, թե տանենք տուն վառենք։ Այս ծառը պիտի տնգենք, թե էդ էլ տանենք վառենք։ Դասատուն սրբություն չի, չէ՞։ Հա, այս դասատուն հիմի երկրորդ ծնողա, թե կացած ծնողի վրա։ Կամ ուրիշ բան կարելի ասել։ Սա պետությունա, թե պետություն չի։ Մենք իրավունքներ ունենք, թե չունենք։ Մենք կամ պիտի ճորտ լինենք, կամ երրորդ գծով աշկերներս փակ 300-ի տակ 0.6-ով հետ հա։ Ինչ որ փողը կտանք, կազատվենք, փողը կտանք, կսովորենք, միլիցիոն բանա, ոչինչ որ բռնելա 40 լիտր բենզին տակ, Այն մեկի տղեն կա է, որ մի 10 անգամ բռնեցին ու էլի ինքը շարունակեց նույն բանը անել։ Ու մենք բանա հիմա ունենք երեխեք։ Հասկանում ես։ Ունենք երեխեք։ Ու մենք այն վախերով, այն ստրախով, կեքով, այն ամեն ինչով ինչով վերաբերվել ենք մեր կյանքին,
նրանց ենք սովորացնում, որ հանկարծ չեն գնեն դրա մեջ, բայց մերը առանձին դեպք ա եղել, Ժողովուրդ ջան, մի արեք այս ջահելների հետ տենց բան։ Ու իմ գործունեության մեջ նախ եւ առաջ դա է, այդտեղ եմ ես շեշտ դնում անընդհատ, որ ձեր ցավ տա, եկեք ոչինչ, որ արդեն չգիտեմ 40 տարեկան եք, 50 տարեկան եք, հիմա ուշի մի հատ գիրք կարդանք։ Մի հատ, ուղղակի մի հատ ցանկացած գիրք վերցնենք կարդանք։ Հետո երկրորդը թող երեխեն գատուն դքես տեսնեք գիրք կարդալուց։ Օպերային բացօթյա բաներ ա լինում։ Կյանքը շատ դու լավ ոչինչ որ դու թաթուլի տակ ես մեռնում, ոչինչ մեռնում։ Թող երեխեդ լսի, Համասյան լսի։ Դու համարիկ էդի ճիշտ, բայց երեխուն տար այնտեղ։ Դու եր կանգնից ես տարրապելով այդ ջութակը լսի, երեխու ձեռը բեր տուն, հասցրու տուն, իջի ատույտպես քո թաթուլը լսի, ախորպես։ Բայց ախր դու գիտես որ պետքա փոխվենք, չեն կարա այդ ձևով չի կարա լինի։ Մենք այդ իմիջայլոց հենց մեր դասիրակությունը նույնպես այդ խնդիրն էր, որ մենք Արցախ կորցրեցինք։ Եվ 35 տարի անց միայն նոր առաջին սյուներն ենք դնում մեր պետության սահմանին։ Նաև դա է։ Ու դա եղել է դիտավորյալ մեր հետ։ Մեր հետ դիտավորյալ են այդպես վարվել, պիտի մենք սա ընդունենք։ Ընկալենք։ Եվ դիմելա ձևի անգամ մեջ այդ տրամաբանությունը պետքա լինի։ Հիմա մի տեսակ ուրիշ ձև է, այն հոպարը, հոպլոն բան, որ ասում են, դրա մեջ մի տեսակ ոնց որ ինչ որ իգնորի բանի էլեմենտներ կա։ Առաջ բոլորի համար, տես օրինակ կովկասցիների մոտ էդի դեռ պահպանվում է։ Կովկասցիների մոտ եւ շատ առողջ բան եմ համարում։ Ահագին պահպանվում, չէ, բայց նաեւ կա նաեւ, չէ, ես կարան իրանք ամենալավը լինեն։ Էդ եմ ասում։ Այն օրը մի հատ վիդեո եմ նայում, ինչ որ մի հատ ռեստորան է, ահա մենք վերջացնում ենք, ոնց լավ, էս արագ ասեմ ու գնանք դատարի մեկ շաբաթյա։ Ներս ամտում մի հատ տարիքով մարդ, այդ ռեստորանում նստած բոլոր ջահելները կանգնում են։ Տարիքով մարդ, ասենք երևի 70-80 տարեկան։ Ու նենց հարգանքով այսպես կանգնում են։ Ես չեմ ասում այդ աստիճանի այդ մակարդակի, բայց այդ երևույթը պետքա պահպանել։ Գնել ջան գնանք, որտեվ աշխատանք անելու։ Շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու համար, շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար նույնպես։ Ակտիվ եղեք։ Այո, եթերում սև ու սպիտակներ։ Ամենայն բարիք։